2025 թվականի նոյեմբերի 17-ին միջազգային լրատվական հարթակներում միաժամանակ հայտնվեց մի լուր, որը Հայաստանի համար ունի շատ ավելի մեծ նշանակություն, քան պարզապես պաշտոնական այցը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցեց Dubai Air Show 2025-ի բացմանը, աշխարհի ամենախոշոր եւ ամենատեխնոլոգիական օդատիեզերական ցուցահանդեսներից մեկին։ Սա սովորական այց չէր։ Նա նաև պարզապես ներկայություն չէր Հայաստանի անունը բարձր պահելու համար։ Սա քայլ էր ուղղված Հայաստանին նոր անվտանգության միջավայր բերելու, նոր գործընկերություններ ձևավորելու եւ մեր երկրի պաշտպանական հնարավորությունները դիվանագիտական ճանապարհով զարգացնելու ուղղությամբ։ Բայց իրական հարցը այն է, ինչը չհայտնվեց պաշտոնական հաղորդագրություններում, ինչ փոփոխություններ կարող են ձևավորել Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջև, եւ ինչու է հատկապես այս այցը կարևոր հենց հիմա, երբ տարածաշրջանը փոխվում է ժամ առ ժամ։ Այս հարցերին կպատասխանենք այս տեսանյութի ընթացքում։ Dubai Air Show-ը պարզապես ցուցահանդես չէ, այն մի վայր է, որտեղ մեկ տեղում հանդիպում են ռազմական օդատիեզերական արդյունաբերության հսկաները, ԱՄՆ-ի խոշորագույն ռազմաօդային ընկերությունները, եվրոպական պատենտավորված տեխնոլոգիաներ, իսրայելական անօդաչուների արտադրողներ, ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի եւ Մերձավոր Արևելքի սեփական ռազմաարդյունաբերական հսկաները եւ բազմաթիվ այլ երկրներ, որոնք աշխարհին ցուցադրում են իրենց նոր սերնդի ռազմական տեխնիկան։ Այստեղ տեղ են գտնում ոչ միայն ինքնաթիռներն ու ուղղաթիռները, այլ նաեւ անօդաչու թռչող սարքերը, հակօդային պաշտպանության համակարգերը, արհեստական բանականության վերահսկվող մարտական դաշտի լուծումները, հետախուզական համակարգեր եւ նույնիսկ այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք պաշտոնապես դեռ չեն վաճառվում, բայց արդեն ցուցադրվում են որպես ապագայի ռազմական ուղղություններ։ Այսպիսի միջավայրում Հայաստանի պաշտպանության նախարարի մասնակցությունը սովորական այց չէ, այն ուղերձ է թե դրսին, թե ներսին։ Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում եւ ծանոթացել ցուցանմուշներին։ Սա հնչում է պարզ, բայց իրականում շատ կարևոր պահ է, քանի որ նման այցելությունների ժամանակ պաշտպանության նախարարները չեն շրջում պարզապես տեսնելու կամ հետաքրքրվելու համար։ Նրանք դիտարկում են, ինչ տեխնոլոգիաներն են մատչելի, ինչ հնարավորություններ ունեն այդ երկրի պաշտպանության նախարարությունները, ինչ են առաջարկում արտադրողները եւ որ օպերատիվ կարողությունները կարող են համապատասխանել Հայաստանի կարիքներին։ Ինչու է սա կարևոր, քանի որ Հայաստանը գտնվում է անվտանգության նոր իրականության մեջ, եւ այս իրականությունում պահանջվում է ոչ միայն բանակի վերապատրաստում կամ թվային արդիականացում, այլ նաեւ ռազմական տեխնոլոգիաների այնպիսի ձեռքբերում, որը կարող է փոխել Հայաստանի պաշտպանունակությունը։ Dubai Air Show-ի նման հարթակները հենց դրա հնարավորությունն են տալիս։ Այցի ամենակարևոր դրվագներից մեկը տեղի ունեցավ ցուցահանդեսից հետո։ Սուրեն Պապիկյանը հանդիպեց ԱՄԷ փոխվարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ, նորին մեծություն Համդեն բին Մուհամմադ Ալ Մաքթումի հետ։ Սա ոչ միայն պաշտոնական, այլ նաև քաղաքական, ռազմավարական ու խորհրդանշական բարձր մակարդակի հանդիպում է։ Երբ երկրի պաշտպանության նախարարին ընդունում է թագաժառանգը, դա նշանակում է ԱՄԷ-ն Հայաստանի հետ աշխատելու հետաքրքրություն ունի, պաշտպանական ոլորտը դառնում է համագործակցության առանցքային ուղղություն, բանակցությունները չեն սահմանափակվում տեխնիկայի ձեռքբերմամբ, այլ ավելի խորքային են։ Պաշտոնական հաղորդագրությունները նշում են, որ կողմերը քննարկել են պաշտպանական համագործակցության հնարավորությունները եւ պատրաստական են եղել ստորագրել համագործակցության համաձայնագիր։ Սա արդեն շատ մեծ հայտարարվածություն է։ Պաշտպանության ոլորտում համաձայնագիր ստորագրել նշանակում է տեխնիկական փոխանակումներ, համատեղ ծրագրեր, հնարավոր ուսումնական ու վերապատրաստական նախագծեր, պաշտպանական տեխնոլոգիաների համատեղ քննարկում եւ անհրաժեշտության դեպքում պաշտպանական գնման գործընթացներ։ Այսինքն, սա արդեն պարզապես այց չէ, սա դուռ է, որ բացվում է դեպի նոր գործընկերություն։ Պաշտոնական հաղորդագրությունները միշտ էլ ունեն իրենց սահմանափակ շրջանակը։ Նրանք փոխանցում են այն, ինչ պետք է հնչի դիվանագիտական լեզվով, հակիրճ, չեզոք եւ առավելապես անվնաս ձևով, բայց իրական քաղաքականության ու ռազմական համագործակցության հետևում միշտ կան շերտեր, որոնք հրապարակային չեն, եւ հենց այդ շերտերն են ցույց տալիս, թե ինչու այս այցը կարևոր է Հայաստանի համար։ ԱՄԷ-ն վերջին տասնամյակում դարձավ ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի ռազմատեխնիկական կենտրոններից մեկը, եւ սա պատահական չէ։ ԱՄԷ-ն ունի իր սեփական ռազմաարդյունաբերությունը, այն ոչ միայն գնում է այլ երկրների տեխնիկա, այլ նաև արտադրում է անօդաչուներ, ստեղծում է պաշտպանական էլեկտրոնիկա, ներդրում է արհեստական բանականության ռազմական կառավարման համակարգում եւ ունի ֆինանսական ռեսուրսներ համագործակցությունները խորացնելու համար։ Օրինակ, Դուբայից եւ Աբու Դաբիից դուրս եկող մի քանի ընկերություններ արդեն մրցում են միջազգային արտադրողների հետ։ Սա նշանակում է, որ Հայաստանին առաջարկվող տեխնոլոգիաները կարող են լինել մատչելի, ժամանակակից եւ առանց քաղաքական ճնշումների։
Այս երկրում կարող են համագործակցել հակառակ բևեռներում գտնվող պետություններ։ Այստեղ մեկ հարթակում կարելի է տեսնել ԱՄՆ ներկայացուցիչներ, չինացի արտադրողներ, Իսրայելի պետհամակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ, Սաուդյան Արաբիայի պատվիրակություն, եվրոպական հսկաներ եւ նույնիսկ նրանք, ովքեր միմյանց հետ չունեն պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ, այսինքն ԱՄՆ հարթակ է, որտեղ Հայաստանը կարող է ձեռք բերել այն, ինչ այլ տեղերից դժվար կլիներ։ Պաշտոնական հաղորդագրությունը նշում է ընդամենը մի քանի նախադասություն։ Քննարկվել են պաշտպանական համագործակցության հնարավորությունները։ Սա դիվանագիտական լեզու է, իսկ իրականում նման հանդիպումներ ունեն 3 հիմնական ուղղություն։ Առաջինը՝ ռազմական տեխնոլոգիաների ձեռքբերման շուրջ բանակցություններ։ Սրանք երբեք հրապարակային չեն։ Այն, ինչ զինված ուժերը կարող է ձեռք բերել առաջիկա տարիներին, որոշվում է հենց այս մակարդակի հանդիպումներում։ Սա կարող է վերաբերվել անօդաչուների, հակօդային պաշտպանության համակարգերին, կապի և կառավարման տեխնոլոգիաներին, հետախուզական հնարավորություններին կամ այլ ժամանակակից ռազմական լուծումներին։ Երկրորդը՝ դիվանագիտական աջակցություն և ռազմավարական հավասարակշռություն։ ԱՄՆ-ը վերջին տարիներին հզորացրել է իր միջազգային դիրքերը։ Նրանք կարող են Հայաստանի համար հետաքրքիր զսպման և անվտանգային հավասարակշռության միջավայր ստեղծել, առանց ուղղակի միջամտության, բայց համագործակցության միջոցով։ Երրորդը՝ պաշտպանական կրթություն, վերապատրաստում, փորձի փոխանակում։ ԱՄՆ ունի զարգացման կենտրոններ, որտեղ սովորել են բազմաթիվ երկրների ռազմական մասնագետներ։ Հայաստանի համար սա կարող է դառնալ կարևոր ուղղություն բանակի նոր սերնդի պատրաստման համար։ Հանդիպման ամենակարևոր դրվագը հենց սա է։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ստորագրել պաշտպանության բնագավառում համագործակցության համաձայնագիր, եւ սա պարզապես փաստաթուղթ չէ։ Այս փաստաթուղթը կարող է դառնալ նոր փուլ Հայաստանի համար 3 առանցքային ուղղությամբ։ Առաջինը՝ հետագա գնումների իրավական հիմք։ Ոչ մի երկիր չի վաճառում տեխնիկա առանց պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրի։ Սա միջազգային օրակարգ է։ Եթե համաձայնագիրը ստորագրվի, ճանապարհը բացվում է տեխնիկական գործընկերության համար։ Երկրորդը՝ տեխնոլոգիական փոխանակում։ Համագործակցության համաձայնագիրը թույլ է տալիս մասնագետների փոխայցելություններ, գիտական ու տեխնիկական փորձի փոխանակում, համատեղ նախագծերի մեկնարկ։ Երրորդը՝ անվտանգային քաղաքական նոր ուղղություն Հայաստանի համար։ Դա նշանակում է, որ Հայաստանը այլևս չունի մեկ բռունց գործընկեր եւ մեկ աղբյուր։ Այն ստեղծում է բազմիեզր համակարգ, որտեղ ԱՄՆ-ի ցանկությունը նույնպես համընկնում է Հայաստանի շահերին։ Հանդիպան պաշտոնական ամփոփումում մեկ կարևոր միտք էլ կա։ Քննարկվել են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության առնչվող հարցեր։ Սա միշտ հնչում է շատ ընդհանուր, բայց իրականում ամենակարևոր հատվածն է։ Եկեք տեսնենք, ինչի մասին է իրականում կարող խոսք լինել։ Հնդկական, եվրոպական, արաբական տեխնոլոգիաների համադրման հնարավորությունները։ Հայաստանը վերջին տարիներին համագործակցում է Հնդկաստանի հետ։ ԱՄՆ-ում հնդկական ընկերությունները նույնպես ակտիվ են։ Այսպիսով, Հայաստանի համար բացվում են նոր շղթայական հնարավորություններ ինքնուրույն, անկախ տեխնոլոգիական ցանց ստեղծելու համար, տարածաշրջանային հավասարակշռության նոր պայմաններ, տարածաշրջանը փոխվում է, անվտանգության նոր միջավայր, նոր սահմանազատումներ, տնտեսական նոր նախագծեր և միջազգային նոր խաղացողներ։ Հայաստանը փորձում է այս միջավայրում ունենալ վստահելի գործընկեր, որը չունի բացարձակ շահագրգռվածություն տարածաշրջանային հակամարտությունների մեջ։ Նոր գործընկերություն առանց քաղաքական ճնշման։ Այսօր յուրաքանչյուր համագործակցություն աշխարհում ունի քաղաքական գին։ ԱՄՆ-ի մոդելը բենզին պլյուս տեխնոլոգիա Հայաստանի համար կարող է լինել ավելի ազատ եւ քիչ կախվածություն ստեղծող տարբերակ։ Եթե նախկինում Հայաստանի անվտանգային քաղաքականությունը հիմնվում էր 1-2 գործընկերների վրա, ապա վերջին տարիներին Հայաստանը արագորեն շարժվում է դեպի բազմավեկտոր քաղաքականության։ Սուրեն Պապիկյանի այցը ԱՄՆ հենց այդ փոփոխվող մոդելի կարևոր հետևանքներից է։ Եվ այս այցը կարող է փոխել ոչ միայն համագործակցության մեխանիկան, այլ մեր բանակի աշխատանքի տրամաբանությունը։ Դուբայի ցուցահանդեսը աշխարհում ամենահարուստ տեխնոլոգիական հարթակներից մեկն է, որտեղ ներկայացվում են ոչ միայն գործող, այլև ապագայի ռազմական լուծումները։ Հայաստանի պաշտպանության համակարգին հետաքրքիր կարող են լինել մի քանի ուղղություններ։ Առաջինը՝ անօդաչու թռչող սարքեր եւ հակադրոնային համակարգեր։ Աշխարհում այժմ բոլորը գնում են դեպի անօդաչուների գերիշխանություն։ ԱՄՆ-ն ունի մի քանի հզոր արտադրող ընկերություններ, որոնք արտադրում են միջին ու մեծ լայնության հետախուզական անօդաչուներ, մարտական անօդաչուներ, բեռնատար ՈՒԱՎ-ներ եւ ամենակարևորը հակադրոնային համակարգեր։ Հայաստանին հետաքրքիր կարող են լինել հատկապես հակադրոնային լուծումները, որոնք հնարավորություն են տալիս խափանել թշնամու անօդաչուների աշխատանքը առանց մեծ ծախսերի։ Երկրորդը՝ հակօդային պաշտպանություն։ ԱՄՆ-ում ներկայացում են ոչ միայն ամերիկյան կամ եվրոպական համակարգերը, այլև տեղական արտադրություններ, որոնք ավելի մատչելի են, բայց ունեն ցածր արդյունավետություն։
Հայաստանի համար կարևոր է զարգացնել գոտիական պաշտպանություն, դաշտային շարժական հոպը, արագ արձագանքման համակարգերը, ԱՄԷ-ի տեխնոլոգիաները կարող են լինել տարածաշրջանում փորձարկված եւ նոր սերնդի։ Երրորդը՝ կապի կառավարման եւ արհեստական բանականության համակարգեր։ Արհեստական բանականության գործածումը մարտական դաշտում սրընթաց աճում է։ ԱՄԷ մեծ ներդրումներ ունի այս ոլորտում։ Այս համակարգերը թույլ են տալիս արագ մշակել հետախուզական տվյալներ, կանխատեսել սպառնալիքները, կառավարել ուժերի տեղաշարժը, ապահովել անվտանգ եւ գաղտնի կապ։ Հայաստանին նման համակարգերը պետք են բանակի թվային արդիականացման շարքում։ Չորրորդը՝ ստրատեգիական վերահսկման էլեկտրոնիկա։ Սա ներառում է սենսորներ, լազերային դիտարկման սարքեր, հեռահար դիտարկման համակարգեր, օպերատիվ կառավարման հարթակներ։ Այսօր պատերազմները սկսվում են տեղեկատվական դաշտում, եւ Հայաստանը պետք է ունենա իրական ժամանակում դիտարկման շղթա։ Ինչու է նման երկրի հետ համագործակցությունը կարևոր Հայաստանի նման փոքր պետության համար։ Պատասխանը շատ պարզ է, քանի որ անվտանգության ոլորտում հաճախ ոչ թե չափերն են վճռորոշ, այլ ճկունությունն ու գործընկերների բազմազանությունը։ Եկեք բաժանենք 3 առանցքային առավելություններ։ Առաջինը՝ քաղաքական կախվածությունը նվազում է։ Երբ մի երկիր ունի մեկ հիմնական գործընկեր, նրա քաղաքական մանևրելու հնարավորությունները նվազում են։ ԱՄԷ-ի նման գործընկերը ունի ֆինանսական կայունություն, քաղաքական լայն կապեր եւ չունի տարածաշրջանային շահեր Հայաստանի հաշվին։ Սա անհանգստացնող հավասարակշռող գործոն է։ Երկրորդը՝ տեխնոլոգիական բազան դիվերսիֆիկացվում է։ Հիմա աշխարհում գերլարված մրցակցություն կա ռազմական տեխնոլոգիաների ոլորտում։ Տարբեր երկրների համակարգերը երբեմն անհամատեղել են։ ԱՄԷ-ի միջոցով Հայաստանը կարող է ստանալ այնպիսի լուծումներ, որոնք համատեղել են եվրոպական, ասիական եւ ամերիկյան համակարգերի հետ։ Սա թույլ է տալիս բանակին լինել ավելի ճկուն։ Երրորդը՝ տեղեկատվական ու ռազմավարական կապեր։ ԱՄԷ-ի հետ համագործակցությունը կարող է ապահովել ոչ միայն տեխնիկա, այլ նաև հետախուզական տվյալների փոխանակում, ռազմավարական գնահատումներ, միջազգային անվտանգության քննարկումների ներգրավում։ Այս ամենը մեծացնում է Հայաստանի սահարկման հնարավորությունները տարածաշրջանում։ Նման այցերը պատահական չեն լինում, դրանք լինում են այն ժամանակ, երբ հստակ քաղաքական ազդակներ կան։